Խոսքը գնում է Նորագյուղ, Թաղամասի եւ հարակից տարածքների 83.9 հեկտար տարածքի մասին։ Օրերս կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի կենտրոնում գտնվող Նորագյուղ Թաղամասում եւ հարակից Պասկևիչի բլուր կոչվող տարածքում կհիմնվի Երևան Downtown բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Ըստ պաշտոնական հիմնավորման նոր կենտրոնը կդառնա միջազգային գործարար հանգույց, բակերով, հյուրանոցներով, դիվանագիտական թաղամասերով եւ մշակութային օջախներով։ Նախագծով նախատեսվում է 70 հարկանի երկնաքերեր կառուցել։ Որոշմամբ կառավարությունը Երևանի քաղաքապետարանին լիազորել է պետության անունից պայմանագիր կնքել երկու մասնավոր ընկերությունների հետ։ Սա հիմք կհանդիսանա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար, ինչը թույլ կտա սկսել սեփականության օտարման եւ կառուցապատման գործընթաց։ Օրագիր Նյուզի հետ զրույցում Նորագյուղի բնակիչները դեռևս ամիսներ առաջ նշել էին, որ թաղամասը քանդելու խոսակցությունները տարիներ շարունակ չեն դադարել, սակայն դրանք գնացել են հենց խոսակցությունների մակարդակում։ Օրագիր Նյուզը կրկին այցելել է Նորագյուղ, տեղում բնակիչների հետ զրուցելու եւ պարզելու, արդյոք մարդիկ տեղեկացված են նախագծի մանրամասների մասին, ստացել են որևէ կոնկրետ առաջարկ իրենց տները լքելու դիմաց։ Բնակիչների խոսքով մինչ այս պահը իրենց հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Մարդիկ նշում են, որ տարիների ընթացքում ստեղծել են բոլոր անհրաժեշտ հարմարություններ իրենց ընտանիքների բնականոն կյանքն ապահովելու համար։ Եվ հատկապես կարևորում են այն հանգամանքը, որ լինելով քաղաքի կենտրոնի բնակիչներ չեն ցանկանում տեղափոխվել ծայրամասեր։ Հարցին, թե բնակիչների տրամադրվածությունն ինչպիսին է, քաղաքացիներից մեկը պատասխանեց. Եթե իրանց ուզած գումարը տան կամ փոխհատուցումը տան կարող են, եթե չեք խիգեն, չգիտեմ։ Ոբշի հələ դինորա սկսվել է ոչ մի տեղակ չա։ Տարեց բնակիչներից մեկն էլ նշեց, որ մեծ ընտանիք ունի եւ տարիներ շարունակ ներդրել է իր բոլոր ռեսուրսները այստեղ ապրելու եւ հարմարություններ ստեղծելու համար։ Կենտրոնի մեջ ենք մենք։ Թողես լեռնակ, բայց պետությունը տվյալ այդ գծագիրը ինչա կառուցապատման այդ գործողությունը որ ուզում են անել։ Արդյոք քննել են, նայել են, սաղին օգուտ կան։ Քաղաքացու խոսքից պարզ էր, որ չի ցանկանում տեղափոխվել այլ վայր։ Նա դժգոհեց նաև, որ տարիքով է եւ օրինակ բազմահարկ շենքում վերելակի չգործելու պարագայում քայլելով բարձրանալը կարող է լուրջ խնդիրներ դառնալ։ Քաղաքապետարանի աշխատանքի մասին խոսելիս էլ բնակիչը նշեց. Տվել այդ օրգանների հետ ես չեմ կարա։ Քաղաքապետարանի մանավանդ այդ մեծ խոցալը, չգիտեմ ինչ անելու ստե, շուտ անտառներ են ուզում սարքեն ներքևում, վերևում։ Եկել են այդ որոշումը մեզ են արեք որոշումը եկել են մեզ են ասում։ Պատկերացնի, ասում են դե սենց է, այսի խոսած, էլի խոսած, արդեն մեկ պայմանավորվել ենք, հա, գումարային, ինչ գումարային հարցում մասին է խոսքը։ Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ միայն խոսակցություններ է լսել, սակայն գործող իշխանությունների հետ հույսեր չի կապում, հաշվի առնելով նրանց վարած քաղաքականությունը։ Ժողովրդին որ հանեն, որ է պետք է տեղավորեն։ Ես այս կառավարությունից չեմ հավատում, որ ժողովրդին օգուտ մի բան անեն, ստից կոպեկ-մոպեկներ են տալու ժողովրդը։ Ես իմ, այս կառավարությունը ոնց եմ ասած առաջներից նենց եմ զգում, որ նենց անում են ժողովրդը ստից փող են փախնեն։ Հայաստանից փախցնում են ժողովրդին։ Ոնց որ Փաշինյանն ասում էր կենտրոնի տները ծախեք, գնացեք գյուղում ապրեք։ Գույքահարկը թանկ է, չես կարող մտես գնա ուրիշ տեղ ապրի։ Մարդիկ կենտրոնում 1000 տարի ապրել են։ Հանել քշմավոր գնա ուրիշ տեղ ապրի, ըստ էլ թե հենց չասեն։ Կենտրոնի ապրող են, այնքան փող տան, որ կենտրոնում կամ մարդիկ կարողան տուն առնեն։ Բնակիչներից ոմանք էլ դժգոհեցին նաև այն հանգամանքից, որ առանց բնակիչների հետ համաձայնության բարձր մակարդակներում հայտարարություններ են հնչում։ Նենց որ արհամարհանք, ոնց կդնային, արհամարհանք։ Ոնց որ մնացած տեղերը, նենց էլ այդ արհամարհանք։ Մի ղեկավար, եթե կանգնի ասի թոշակառուն 10,000 դրամ տամ, նա որ է պետք է ծախսի, ավելի լավ է չտանք։ 20,000 էլ ավելացնեն, էլ նույնն նատունը չի տականալու։ Այդ կառավարությունից ինչ կարելի է սպասել։ Լսել ենք, ուզում են քանդեն։ Թե հիմա Իշխանովա ճիշտ, Իշխանովա սուտ, ես արդեն 60 տարեկան եմ, 60 տարի քանդեմ այստեղ։ Քաղաքապետի ընտրվելուց մի հատ մակետ եմ վեկալում գալիս, սենց պետք լինի, հենց ընտրվան պատան շղթել մարդ չի գալի։
Բայց եթե օրինակ թաղամասը կառուցվի, Հա։ դուք ինչ ձևով եք պատկերացնում, կհամաձայնեք ձեր տունը լքել կամ չգիտեմ, ինչ պայմանի դեպքում կհամաձայնեք։ Հələ թողան մի հատ հավաքեն ժողովրդի, մի հատ տենան ինչ պայմանա, ինչով է պայմանավորած սրանց քանդելը, սրանք նախ քանդող չեն։ Դեմը ընտրությունը արդեն թազելի սկսին, այս ընտրությունը պրծավ շտել մարդ չի գա։ Բնակիչները նշեցին նաև, որ բազմիցս լսել են $1600 փոխհատուցման մասին խոսակցություններ, սակայն դրանք համարում են անհիմն եւ իրականությունից հեռու։ Ես չեմ անում, այն որ մեկը խոսում էր, ասում է, «Յանի $1600 ասե $1600 ուր կարս տաս առնես»։ Ասենք մեր տանը տվին $40,000 ուր էթան գաբրառնեն։ Կադես կինես որ էթաս առնես։ Ես չգիտեմ։ Եղավ, Ստե շենք սարքելն էլ այդքան հեշտ չի, սրանք փող տվողել չեն, որ ասես, հա, հեսա քու տանկին ասիր գանեն կդան։ Անձամբ ինձ հետ չեն զրուցել։ Իսկ ինչով եք դա պայմանավորվում, օրինակ հայտարարություններ, որ անում են, բայց բնակիչները դրա մասին տեղյակ չէ։ Դե ես աշխատանքի եմ կարող է եկել են տուն, ես տունը չեմ եղել, աշխատանքից եմ գալիս։ Հասկացա։ Իսկ ընդհանրապես դուք համաձայն եք լքել տունը կամ եթե համաձայն եք ինչ պայմանների պարագայում։ Դե ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ինչին համաձայնվեմ։ Մեկ այլ քաղաքացի էլ շատ կտրուկ դիրքորոշում հայտնեց, ընդգծելով, որ իրենց առանց համապատասխան պայմանների որևէ մեկը չի կարող ստիպել լքել թաղամասը։ Կտան մեզի կենտրոնի համապատասխան հողեր, համապատասխան փողեր, չգիտեմ, մենք դուրս չեն գալու, ավինան կենի, չգիտեմ, ով կենի, թող մեզանից հեռու մնա։ Փաստացի, չնայած Երևանի քաղաքապետարանը հայտարարել է հերթական մեգածրագրի մեկնարկի մասին, Նորագյուղի բնակիչները տեղյակ չեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում եւ ինչ փոխհատուցում են ստանալու, որի դիմաց պետք է լքեն իրենց տները։ Մերի Հակոբյան, Օրագիր Նյուզ։